Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրերն են, այսօր մի օքի չէ, որ երկուսով են եկել իմ հաղորդմանը։ Ուրեմն երգիչներ, հրաշալի երգիչներ։ Արմեն Հովանեսյան եւ Հակոբ Հակոբյան։ Հարգանքներս ուրախ են։ Ինչպես կարող ենք այդպես, չէ՞։ Բարև տղեկ ջան, բարև, ես էլ շատ ուրախ եմ, որ եկել եք իմ հաղորդմանը, որտեվ ես հետևում եմ ձեր հաջողություններին, լսում եմ ամեն օր, որ որ սրամել են, մեկ լեփլեցուն են եւ բոլոր ձեզանից մի շատ գոհ ուրախ երջանիկ եղանում են։ Շնորհակալ ենք շատ։ Հիմա ես մի քիչ պատմեք ձեր մասին, ընդհանրապես հաղորդման ձերն ատեց, որ կանչում եք մի երկու բառով դպրոց ինստիտուտ, բան է դոստեր գալու է, այդպես կամ համառոտ։ Սկսի Հակոբ, համառը։ Ես ավարտել եմ Թատերական ինստիտուտը որպես մասնագիտաուրեն, որպես հեռուստառեժիսոր։ Ում բաժինով էր դասը։ Նիկոլա, ճիշտ ասած իմ բախտը մի քիչ չէ, բայց ես առիթ ունեցա նաև Ծատուրյանի կուրսում ուղղակի ներկայացման մեջ խաղալ։ Բայց ես հեռուստառեժիսուրայի բաժնում եմ, այսինքն իմը TV-ն էր, հեռուստատեսությունը եւ ես որոշել էի, որ պիտի շարունակեմ հեռուստատեսությունը իմ կարիերան որպես ռեժիսոր։ Այո։ Բայց ճանապարհը միշտ այլ կողմ էր տանում Թատերական ինստիտուտում հատկապես, որովհետև վոկալի ուսուցչուհին ասում էր, որ դու պիտի Մելիքսեթյանը ասում էր, դու պիտի իմ կուրս գաս, դերասանի վարպետությանը ասում էր, չէ, դու իմ կուրս պիտի գաս, բայց ես որոշել էի հեռուստառեժիսուրա։ Ուղղակի իմ բախտը չբերեց այնքանով, որ ես սկզբում հստակ կուրս ղեկ ունեի, բայց Նիկոլայ Դավթյանը, բայց հետո այնպես ստացվեց, որ տարիներ անց դրանք անընդհատ փոփոխվում էին ճակատագրի բերումով, եւ ես ուղղակի ավարտեցի այդ ինստիտուտը։ Այդ փոփոխումը, որ ասում եմ, մի անեկդոտ հիշեցի, որ մի ապարանցու ասում են, քանի տարեկան ես, ասում, արա ինչ իմանամ, ամեն տարի փոխվում է։ Շատ ճիշտ է։ Երկու բառով էլ դու, հա, Արմեն ջան։ Ես ավարտել եմ Երևանի պետական կոնսերվատորիան, դասական բաժին, հա, դասական բաժինը իրականում էդ է իմ տարբերությունը Հակոբի, ես ուղղակի սովորել եմ դասական բաժինը, Վալերի Ապրեսևիչի եւ Կարինե Թաթոսովնայի դասարանը, այսպես։ Իմ ճանապարհը երաժշտական է։ Լավ, տարբեր ինստիտուտներում եք սովորել, տարբեր տեղեր, հետո կարող է կյանքում ընկերներ եկեղեցի կամ հա, այդպես որպես։ Բայց ոնց իրար հետ ծանոթացաք ու ոնց հետո ստեղծվեց այս հրաշալի դուետը։ Մենք իրար, հա, Նախագծից գիտենք, Հայաստանի ձայնը նախագիծներ, իմ մասնակցությունը այդ նախագծում որպես մասնակից էր, Հակոբը այդտեղ հոստներ, այսինքն հաղորդավարներ, հաղորդավարներից մեկն էր, ճանապարհը ծանոթությունը այդտեղից է եղել, բայց գաղափարը, որ միասին հանդես գանք, այսպես ստացվեց, որ 2016 թվականն էր եւ մենք բնականաբար արդեն շատ երկար տարիներ կար մեր ախբերությունը, բայց 2016 թվականում, երբ որ քառօրյա պատերազմը սկսվեց, այդ ժամանակ մենք աշխատում էինք Երևանի ակումբներից մեկում եւ այնտեղ ես շոյի ղեկավարն էի նաեւ այդպես էր դիտարկվում եւ ես հանձնարարեցի բոլորին, որ այդ ընթացքում բոլորը առաջիկա 1 եւ 4 ամսվա ընթացքում երգեն միայն հայրենասիրական ոգեշնչող ազգային երգեր։ Ժամանակ այդ պահանջում ու այո, որովհետեւ նախ եւ առաջ ոչ լսարանը, ոչ երգիչները այդ շրջանում այլ ասելիք չունեին, եթե դու պիտի բարձրանայիր բեմ, հետեւաբար քո ասելիքը եւ խոսքդ միայն դա էր։ Կեղծ կլիներ սիրուն աղջկա մասին այդ ընթացքում երգելը։ Դրա համար Արմենն էլ առաջարկեց, արի մի երգել միասին երգենք, աղբերս ու եսը։ Ասեցի, արի երգենք, երգեցինք, պայմանավորվեցինք, որ պիտի երգենք այդ երգը միասին, հետո գնացինք, դրա գործիքավորումը չկար։ Գործիքավորեց Արմենը իր ընկերոջ Էմանուելի մոտ։ Այդպես շատ կարճ կփորձեմ պատմել, շատ գլուխներները չեմ ցավացնի։ Ուրեմն, այո, Արմենը գնաց Էմանուելի հետ միասին, որոշեցին, որ պետք է գործիքավորեն, գործիքավորեցինք, հետո պատրաստեցինք, հետո արդեն երբ որ իջնում էինք իմ մեքենայով դեպի աշխատանքի, Արմենը ասեց, կարանք մի հատ վիդեո նկարենք։ Ասացի թե նկարենք։ Ուղղակի իմ հեռախոսը դրեցինք իմ մեքենայի այդ iPhone 3 թե 4 5, iPhone 5-ս էր։ Դրեցինք մեքենայի այդ արջևի մասը ու այդպես ոնց որ երգելով ճանապարհ էինք գնում ու երգում էինք այդ երգը։ Երգեցինք, հետո Արմենը խնդրեց, որ այս վիդեոն ներբեռնի Facebook։ Ես ասացի չէ, ավելի լավ է չներբեռնես, որովհետև դե ես հաղորդավար եմ, ինձ մարդիկ ճանաչում են որպես հաղորդավար, որպես դերասան, այսքան բան արել եմ, հիմա էլ
երկել չէ, էլի Արմ ջան ասեցի մի տեղադրի, բա։ Ասեց, հա, լավ, դու մի կիսվի, մենակ իմ բարեկամներն են իմ Facebook-ում, մեծ շատ մարդ չկա։ Հետևորդները շատ չէին, ոչ ընդհանրապես չունեի, ավելի շատ բարեկամներս էին։ Մի խոսքով, ասեցի լավ, դե ինչ ուզում ես, արա, այն որ բանի տեղ չես դնում, ասում ես դե լավ, հիմա ինչ ուզում ա թողանի։ Հաջորդ օրը առավոտյան զանգել է, ասում է Հակոբ չիմացար ինչ ա եղել, ասում ինչ ա եղել Արմեն, ստոպ, ես արդեն հայտնի եմ, ասում ինչ ա եղել Արմեն։ Մի օրում մենակ մեր էջում այդ վիդեոն ու գումարած տարածումները միլիոնից ավել դիտումներ էր ունեցել։ Ժամանակ Facebook-ը շատ արագ մեծ տարածում էր ունեցել, բայց այստեղ հարցը նա էր, որ մենք մտածում ենք ավելի ճիշտ ես Արմենի հետ միասին խոսում ենք ու մենք այն եզրահանգման եկանք, որ դա հավանաբար այդ շրջանի ազդեցությունն էր, որովհետև դա պատերազմ էր, դա երկու հոգի էին, դա ճիշտ երկ, ճիշտ պահին էր պարզապես։ Եվ պետք իմաստ չունի նախագիծը շարունակել նման կերպով։ Հետո ասեց Արմենը, արի մի բան էլ փորձենք երկենք, արդեն ամիսներ անց։ Որովհետև շատ էին նամակները, հետաքրքիր է նախագիծը, կարող է մի հատ էլ երկ-երկ։ Հա, էլի երկ-երկ, տղեկ ջան, էլի երկ-երկ, ու քանի որ ժողովրդի կողմից կար այդ արձագանքը էլի, դրա համար ես համաձայնեցի դա անել։ Մի հատ էլ երկ-երկեցինք, եթե չեմ սխալվում, ով հայոց մայրերի Ու այդպես մինչև այսօր երգում։ Ու այդպես էլի հաջորդը նկարեցինք, երրորդը նկարեցինք, մեկնաբանությունների մեծ մասը կեցեքներ, բայց հետաքրքիրն էր, որ 50%-ը էլին էր։ Ես դրա համար հասկացա, որ պետք է նախագիծը շարունակվի։ Ու էլի, արդեն 9 տարի։ Դարձավ լավ էլի։ Լավ էլի։ Իսկ ինչով եք զբաղված հիմա շատ են հրավերները, շատ են ելույթների հրավիրում են շատ։ Հայաստան, Եվրոպա, Ռուսաստան։ Այո, հետաքրքիրն այն է, որ այո, մեզ մարդիկ որ տեսնում են Հայաստանում, Լոս Անջելեսում կապ չունի, միտեղ ասում են տղեր ջան, դուք որտեղ եք ապրում։ Դուք ուր եք։ Մենք իսկապես թու եւ փառք Տիրոջ ենք։ Վերջերս ենք վերադարձել Ավստրալիայից, Ավստրալիայում ունեինք մեծ երկու մեր համայնքի համար համերգ, շատ սիրուն համերգ ենք ունեցել։ Երկու մենահամերգ Սիդնեյում ես եղել եմ երկու անգամ, էլի ելույթ։ Շատ սիրուն է։ Լավ էլ մարդիկ են, շատ էկզոտիկ են։ Հրաշալի համայնք։ Առավոտյան արտանում է հյուրանոցում ու պատուհանին մեծ ասես բան է, թութակ։ Հա, ասում է, եթե դու շաքար դնես այնտեղ, պատուանի հետ, պատուանը գոքին, ասում է, անպայման կգանար։ Ու դնում էի գալիս էին 2 հատ, 3 հատ գալիս էին այնտեղ։ Մեր չէին ասել։ Աշխարհի գույները իրանց վրա, այդ ինձ սիրուն էին։ Մեր միակ խնդիրն էր, որ երբ որ մենք իջանք օդանավակայանից անմիջապես Լոս Անջելեսից թռանք, իջանք Ավստրալիա, Սիդնեյ, ասեցինք, որ ուզում ենք տեսնենք կենգուրուներ։ Այո։ Հոգնած ենք, բայց ուզում ենք ու շատ օրեր էլ չունենք այնտեղ, ասեցին 3 ժամ պիտի քշենք, ասում ուրիշ ինչ տարբերակ կա կենգուրու տեսնելու։ Բա գնանք կենթանաբանական այգի մի օր, ասում մի օր չկա, այսօր գնում ենք այ օդանավականից իջել ենք, գնացել ենք կենթանաբանական այգի, որ կենգուրու տեսնենք։ Եվ գուալը, եւ անպայման այգին։ Գնացիք տանը։ Ժամերով մանեկանք գտանք ու գտանք մի հատ խեղճ ու կրակ է, գովերս է իր համար մի հատ շատ ոչնչի մասին կենգուրու։ Նույնիսկ ճանապարհներին են պատահում։ Գնում են այստեղ զգուշացեք, որտեղ կենգուրուներ կան, որ հանկարծ չեն։ Իրանք ասեցին, որպեսզի ազատ տարածության ժամանակ տեսնենք, 3 ժամ եք դեպի ուրիշ քաղաք։ Ասեց պիտի հեռու ճանապարհին շատ են, հա։ Մենք նոր իջել ենք առաջ անգամ Ավստրալիա այդ մայրցամաքը կտրել հասել էինք այդտեղ ու բայց ուղիղ կենթանաբանական այգի։ Շատ սիրուն 5-6 օր հավանաբար ունեցանք այնտեղ։ Համայնքը ֆանտաստիկ էր, շատ սիրուն։ Իսկ ով էր հրավիրել։ AYF-ը հոյիդաներն են մեր, իրանք էին մեզ հրավիրել։ Դե տղեկ ջան, այնքան արագ անցնում մեր հաղորդում, որ գալիս են բոլորը ասում են, «Ա, մի շուրջով գնաց»։ Հիմա առաջի մասը ավարտվեց։ Ձեր թույլտվությամբ հիմա ես անցնեմ գովազդի, որից հետո շարունակում ենք։ Մեծ սիրով մենք էլ միասին կդիտենք ինչ գովազդներ ունեք։ Սիրելի բարեկամներ, գովազդը արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը հրաշալի երգիչների հետ, լավ տղաների հետ, Արմենի եւ Հակոբի հետ։ Գովազդ արդեն եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս իմ ընկերների հետ, Արմենի եւ Հակոբյանի հետ։ Տղեկ ջան, իսկ էլ ինչ քաղաքներում եք ելույթներ ունեցել։ Ոյ, բազմաթիվ են։ Երկրներում ավելի հա, շատ։ Պարսկաստան, Կազախստան, Ռուսաստան, Եվրոպայի տարբեր քաղաքներում,
Ավստրալիա, Բրազիլիա պիտի մեկնեինք, այն էլ չստացվեց։ Շուտով արժևում ունենք Նյու Յորք, Նյու Յորքում այո, վերադառնում ենք Եկող Նյու Յորք, ամիս որովհետև ունենք Նյու Յորք։ եւս մեկ մենահամերգ ունենք Այո, Նյու այնտեղ։ Յորքում։ Մի խոսքով ենք շատ երկրներ, շատ հանդիպումներ համայնքների Չենք հետ։ բարեբախտաբար թե ի բարեբախտաբար մեր ազգը սփռված ամբողջ աշխարհում, Ի ուրախություն եւ ի Եվ ցավոք, այո, այդ երկուսի որտեղ հայկա մեջտեղում այնտեղ մենք ունենք հրավերներ։ երկուսի մեջտեղում շահում ենք Ես մենք։ բան մի հատ պատմություն հիշեցի, ասում եմ 1/80-ամյակն է մի հայտնի դերասանի Ռուսաստանում Մոսկվայում, եւ սրանք այս են շնորհավորելու բանման մեծարելու տարբեր արվեստագետներ, երգիչներ, պարողներ, չգիտեմ, ասմունքողներ, ման աճպարարներ, բան լրիվ ու մեկն էլ գալիս է մի հատ մեծ բանա փռում ասենց աշխարհի քարտեզը ու հետ էլ մի հատ ճունա բերել բերել ասում արժեստող այլ ասում շարիկ ասենք Անգլիա շարիկը գալիս կանգնում Անգլիայի վրա մայրաքաղաքը ասում շարիկ Իտալիա գնում կանգնում է Իտալիայի քարտեզի վրա շարիկ Վրաստան գնում կանգնում է դրա վրա վերջում ասում շարիկ Հայաստանի շունը կանգնում ասում շարիկ Հայաստան ինքն շարիկ ու շունը բազում ասում տեսնում ես շունը տեղը չի գտնում զալից են գորում էլի դալիճ ասած շատ լավ էլ գտնում ավակ ինքը գիտի որ հայր աշխարհով մեկ որ չի մանում որտեղ կա իսկ ապագա ծրագրեր ինչ դες պլասում նոր ասենք տեսահոլովակներ չգիտեմ յուրախաղեր հասկացալ Նյու Յորք բան Լոս Անջելեսում առաջին անգամ տեսահոլովակ ենք նկարել հետաքրքիրն է որ առաջին անգամ դեռ տեսահոլովակը մի քանի օրից է լինելու YouTube-ում դեռ չկա Մենք առաջին անգամ արել ենք մի հատ բան, որը երբևիցե այս տարիների ընթացքում չէինք արել, դա երաժշտական ֆորմատ էր, որին մենք չէինք մոտեցել եւ երգի ֆորմատ, որին մենք չէինք մոտեցել, որովհետեւ սա չստացված սիրո մասին երգ է։ Եվ չգիտենք, շատ էքսպերիմենտալ բան է լինելու մեզ համար եւ տեսահոլովակը եւ երգը մի խոսքով շատ ես ու Արմենը առաջին անգամ այսքան անհանգիստ ենք, չգիտենք ինչպես է դա անցալվելու մարդը։ Նաև ավելի անհանգիստ է Հակոբը, որտեղ երգը գրել է Հակոբ։ Այո, դա։ Երգը դրանել է ստեղծագործել ուզում է անդրադառնալ։ Նա դրա համար ավելի Տղեկ ջան, որ շատ խնդրեմ, մի հատ սիրո երգը կատարեք։ Իմ ու Մեծ սիրով, իհարկե։ Կանաց, տղեկ ջան, ես ինչ լավ ուրախ շախով երգեր։ Ով է այս երգի հեղինակը։ Երգի հեղինակը Վահեն Ալեքսանյան, գործիքավորել է Կարեն Սևակը։ Այս երգը անցած տարի ստացավ տարվա երգ Այո, 2024-ում տարվա երգ մրցանակաբաշխության։ Տարվա երգ։ Այո։ Հենց այդպես։ Իսկ դուք էլ ձեր երգերը գրում եք, դուք ինքներդ ունեք ձեր ստեղծագործություն։ Այո, Հակոբ գրում արդեն երրորդ երգը ունենք Հակոբից, շատ սիրուն է։ Իսկ պատվիրում են քեզ երգերը Հակոբ օրինակ։ Մեկը եղել է, որ ասի մի հատ էլ իմ համար երգ գրի։ Հա, բայց ես պատվերով երգեր չեմ գրում։ Ես տեսեք շատ հետաքրքիր բնավորություն ունեմ, որ ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ եւ գրեթե մեր տեսահոլովակների մեծ մասը, եթե ոչ ամբողջը, ես եմ նկարահանում, բայց մեկ ուրիշի համար հիմնականում չեմ նկարում, այսինքն եւ երգերի առումով եւ տեսահոլովակների առումով մի տեսակ ես ավելի շատ դա անում եմ մեր պրոյեկտի համար։ Հա, հասկանալի է։ Այ մի հատ հարց եմ ուզում, դա հարսանիքներում երգում եք։ Այո։ Հրավերներ շատ են։ Երգում ենք մեծ ուրախությամբ ենք երգում, դա մեր աշխատանքն է, դա այն է ինչով մենք զբաղվում ենք։ Դա լավ մտնում ձեր հիմնական աշխատանքի հետ։ Այո։ Մենք ուրիշ ոչնչով չենք զբաղվում այս պահին, բացի երգելը եւ երգելը։ Մենք երգում ենք ու երգում ենք, այսինքն լինում են նաեւ երբեմն միջոցառումներ, որ մենք նաեւ որպես հաղորդավարներ երկուսով անցկացնում ենք, բայց մեծ մասը մենք երգում ենք ու երգում ենք, այսինքն դա մեր մեծ եւ միակ զբաղվածությունն է։ Մենք միայն երգում ենք համերգներ, հարսանիք, նշանդրեք, կնունկ, ծնունդ, ամուսնության առաջարկություն, baby shower, չէ՞, այստեղ Լոս Անջելեսում շատ տարբեր առիթներ, մի խոսքով։ Հա, 16-ներ, 16-ամյակները, որ նշում են, մի խոսքով, ասածներս այնա, որ մենք երգում ենք, ամեն տեղ երգում ենք, որտեղ երգելու առիթ կա, մենք երգում ենք, այո։ Ես պատկերացնում եմ ինչքան ուրախ ու հետաքրքիր կանցնի են երեկոներ, որտեղ դուք լինում եք։ Անչափ շնորհակալ եմ։ Հետաքրքիրն ինչն է, որ մենք մեր երգելու, այս որ տենց նստած տեղներս չենք կարողանում նստել, որովհետև մեր ելույթների հենց տարբերությունը հավանաբար, հա, մի քիչ որ առանձնանում ենք երաժշտական ասպարեզում, դա մեր շատ շախովությունն ու մեր պարային
բարի ներկայությունն է մեր ելույթների ժամանակ, որովհետև մենք պարում ենք մեր ելույթների ժամանակ ու ոնց որ դա մի քիչ մեզ առանձնացնում է ու այդ ոնց որ շատ հետաքրքիր էմոցիա է փոխանցում։ Բարը ձեր հետաքրքիր բեմադրում է ինչ որ մեկը։ Հա, բա ոնց։ Ես։ Լավ, Հիմնականում Հակոբ ջան, ավարտեց նաև երկրորդ մասը հաղորդման։ Շատ շնորհակալ եմ, ինձ համար շատ հետաքրքիր ու լավ ու շատ շախով երգեր, իսկապես շատ ապրեք, շատ սիրուն կատարեցիք։ Եկեք անցնենք գովազդի, որից հետո սեղանը գցեն, տեսնենք ինչ ենք անում։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ մեր այս ուրախ երեկոն, ուրախ սրույցները մեր գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Արմենի եւ Հակոբ Հակոբյանի հետ։ Արմեն Հովհաննիսյան, Հակոբ Հակոբյան։ Տղեկ ջան, օրինակ հաճախ եք ես տեսնում եմ, որ շատ հաճախ եք գալիս Լոս Անջելես ու գնում։ Հիմա ուզում եմ իմանամ, այս անգամ ինչ նպատակով եք եկել, ելույթներ, թե չգիտեմ, նկարանումներ, թե հյուրախաղ, չգիտեմ, մի խոսքով ինչ նպատակով եք եկել։ Այս անգամ երկու ճանապարհ ունենք գնալու, սկզբում մեկնելու ենք Նյու Յորք, որտեղ մեր էլի այնտեղ Albany, այո, համայնքի։ Սխալվում համայնքի համար պետք է համերգ ունենանք եւ մի հատ էլ համերգ ունենք արդեն Լոս Անջելեսում Mother's Day։ Հա։ Այդքանն է, հələ որ այս պահին այս այցի նպատակը նաև տեսահոլովակ նկարեցինք արդեն, մեկը արել ենք, մնաց մյուս երկուսը։ Մի խոսքով տեսահոլովակը նկարեցինք, մնաց այդ մյուս երկուսը։ Շատ լավ է։ Հակոբ ջան, առանձին կուզենամ այս հարցը տալ։ Օրինակ շատ հաճախ եմ այս հարցը տալիս իմ հյուրերին։ Կա տես մի թեմա, որի մասին ես չառաջարկեցի, բայց դուք կուզեիք խոսել այդ թեմայի մասին։ Կա տես բան կա։ Ես այնպեսի տեսակ ունեմ, որ յուրաքանչյուր թեմայի մեջ կարողանում եմ հարմարվել, բայց այս անգամ, որ հիմա այս շրջանում, որ Լոս Անջելեսում ենք եւ շատ հաճախ ենք լինում Լոս Անջելեսում, մենք տարբեր պատմություններ ենք լսում եւ դերևս ամենագլխավոր թեման, որը որ մենք լսում ենք, դա օրինակ մեզ որ ասում են, հա, տղաներ ջան, հո չեք եկել, հո չեք տեղափոխվել, այդ անհանգստությունը։ Ես իսկապես շատ եմ ուզում, որ կենցաղային առումով, ուժեղության առումով, հնարավորությունների առումով մեր երկիրը այնքան կարողանա աճի, զարգանա, հեռանկարային լինի բիզնեսմենների եւ հասարակ ժողովրդի համար, որ մարդիկ ոչ թե հիմա մտածեն ու երազեն, այլ քայլ անեն դեպի հայրենիք, գնան դեպի հայրենիք, որովհետև այսօր բոլորը ապրում են իրենց հայրենիքով։ Մեզ բոլորը խոսում են իրանց, ես Կոմիտաս եմ ապրել, ես այն Լենինգրադյանի վրա ես ինչ շենքում եմ ապրել, իմ տունս, այսինքն բոլորի հիշողությունները, ապրած կյանքը, ամեն ինչը պայմանավորված է մի տարածքի հետ, որը անասելի թանկ է բոլորիս համար։ Ես շատ կուզեմ, որ այդպիսի մի հրաշք կատարվի այս աշխարհում։ Պետք է կատարվի։ Մենք լավատես ենք, չէ՞ բոլորս էլ։ Հա, բայց ես չեմ ասում, որ բոլորը պետք է վեր կերանու հենց հիմա գնան Հայաստան, ոչ։ Ես ուզում եմ Հայաստանը դառնա այդ երկիրը, որ բոլորը վերադառնան իրենց տուն, որովհետև դա բոլորիս տունն է։ Այո։ Տղեկ ջան, ուրեմն նախքան ձեր սերավիրը, այսինքն պայմանավորվեցինք, որ դուք անպայման հետաքրքիր պատմություններով գաք, էլ իրական պատմություններ եւ անեկդոտներով։ Պատրաստ եք դուք դրան։ Պատրաստ ենք, Հակոբ, այս սաղ ասել եմ Հակոբ դու ես, դու պետք է ասես։ Իրականում այնքան շատ է լինում մեզ հետ պատմություններ եւ մեկը մյուսից ավելի ծիծաղաշարժ եւ ես մի քիչ արկածային եմ։ Մի քիչ արկածային, մի քիչ եմ, որ գլխին անընդհատ փորձանքներ ա գալիս, այդտենց տեսակ եմ, չնայած վերջին շրջանում քո բայց հիմնականում ամենահումորայինները իր հետ են լինում։ Հա, իրականում շատ է լինում արկածներ, որովհետև մենք շատ ենք ճամփորդում, իսկ այդ ճամփորդելու ընթացքում ամեն ինչ կարող է պատահել ու այդ ամեն ինչը պատահում է մեր հետ։ Օրինակ, չգիտեմ, եթե ճամփորդություններից խոսենք, շատ էլի կարճ, եթե փորձեմ հիշել, ուրեմն Հայաստանից Լոս Անջելես էինք գալիս նորից, դա շատ դժվար ճանապարհորդություն էր, որովհետև այդ ընթացքում հենց այդ անգամը մեր հետ անընդհատ տարբեր բաներ էին լինում, փորձություններ էին լինում, հենց տնից դուրս գալուց սկսած անհաջողություններ էին լինում, անհաջողություններ, բայց վերջին կետը հասավ նրան, որը ես երևի դա կառաջնացնեմ, որ ուրեմն երբ որ ինքնաթիռը իջավ, մենք այդ ժամանակ Քաթարով էինք գալիս, սենց ոնց որ էլ չէի դիմանում արդեն էլի
անհնար էր նստել այդ աթոռին, որովհետև ես էլ շատ սնդիկ եմ, չեմ այն նստողներից չեմ։ Օրինակ Արմենը 16 ժամ սենց նստում է։ Ես չեմ շարժվում։ Սենց նստում կամ քնած է, նստում եմ։ կամ արթուն է։ Ինքը սենց նույն դիրքով։ Ես գնում եմ պատտվում եմ այնտեղ ժողովրդի հետ խոսում եմ։ Չէ, ուղղակի չեմ։ Ուղղակի ինքը տենց մարդ է։ Սենց նստում է միջև հաստի, բայց ես չեմ կարա։ Ես անընդհատ պետքա շարժման մեջ լինեմ։ Չէ, 12 ժամ սենց նստես։ 16 16-ա կատարում։ Նստում է, այսենց նստում է։ Հատկապես երբ որ բիզնես կլասում չես, էկոնոմ ռեժիմում, այսենց նստած։ Շատ դժվար։ Մի խոսքով էկոնոմ ռեժիմով կրկին թռնում եք Լոս Անջելես, տանջված, շատ դժվար է, էլի։ Երբ որ հասնում ենք արդեն, ես չեմ սպասում, որ մեզ ասեն, որ արդեն կարող եք կանգնել, բայց ես վեր եմ կենում այդ աթոռից եւ որոշում եմ իմ ճամպրուկը շուտ հանեմ, դնեմ այդտեղ, որ արագ դուրս գամ, ես առաջինը դուրս գա։ Ճամպրուկս որ պիտի հանեմ, դիմացս նստած է լինում Արաբ։ օտարազգի արաբ հավանաբար, սենց գլուխը փաթաթած, շատ սենց հետևողական սև չադրայով, մի խոսքով, այսպիսի մի տեսքով կինա նստած, այնպես ասածում իմ չամադանն էլ իմ ճամպրուկի մեջ լիքը բան կա, դե Հայաստանից եմ գալիս, մեկը է սա ուզել, մեկը այնա, մեկը մուրաբա, մեկը այն մի խոսքով լավ ճխտած է վեշերս, ամեն կերպ։ Շատ ծանր է այդ ճամպրուկը, մոտավորապես 20 կիլո փոքր, բայց շատ ծանր բաներ կա իր մեջ դրված, ոնց արինում այդ ուղիղ այդ կնգա գլխին։ Հիմա այդ կնիկը գլուխը բռնել է, ալլահ շմլալ դու դժ ինչ որ տեսնողնակ բաներա գոռում այդ ամբողջ ինքնաթիռի մեջ, ոնց որ դա եզրափակում է։ Ես շատ խոճապի մատնվող մարդ եմ, ես խառնվում եմ, ես հիմա Արմենը հետաքրքիր բնավորություն ունի, ինքը որ խոճապի է մատնում, լռում է։ Քարանում եմ, ես արդեն լավ չեմ։ Հիմա Հակոբն դեր իր այդ շատ sense կտրուկ շարժներ ուզում է այդ կնոջ գլուխը բացի, դե շատ։ Հիմա ամենավատ Չես կարող գտնել այնա, որ քանի որ այդ կինը շատ մեծ շուխուր արեց, ես հետաքրքրությունից դրդված ուզեցի գլուխը բացեմ, տենա ինչ ա եղել ասեցի։ Մի կպի ինձ հարցակվել է իմ վրա։ Մի կպի դու իրավունք չունես ինձ կպնել, ինչպես գոռում այդ Հակոբին ասեմ նստի տեղը, մի շարժվի։ Մի խոսքով շատ ահավոր վիճակ էր, բայց փորձ եկա, բայց ես մտածում եի որ կարող է իմ հետ կապված ինչ որ տենց հարց առաջանա, բայց փառք Տիրոջը բան չեղավ։ Այդ կնոջ ուղակի վերցրեցի ու տարա։ Առանց հերթի տարա։ Անեկդոտ կարա պատմես։ Ես ուրեմն անեկդոտ Ես անեկդոտների ինքը արդեն անեկդոտ է։ Ես քան որ տեղով անեկդոտ եմ, իմ անեկդոտները շատ քիչ են, որովհետև ես առհասարակ շատ եմ լսում անեկդոտներ եւ իմ շրջապատներն են շատ պատմում, բայց ես մոռանում եմ անընդհատ դրանք։ Դրա համար փորձել եմ մի քանիսը առանձնացնել։ Օրինակ, չգիտեմ, ես մեկը գիտեք, որ անեկդոտ չի, պարզապես իրավիճակ է, որ մի ապարանցի բացում է Վարշավիրանոց եւ վրան գրում է կտրիր ինքդ։ Լվայինքդ, Դե կարի որ լվայինքդ Հայաստանում շատ տարածված է։ Արմեն դու որ են գայլը։ Ես չգիտեմ, չէ։ Որ մեկը գայլին բան անում, ճպլացնում է եւ գրում է գել պոսլի բրիցը։ Գելին որ ճպլացնում է։ Բանը գնդիկներ էր լավ։ մի հատ էլ պատմի, ու էլ ձեզ շատ։ Մարդու կնոջ անեկդոտ կա, որ մարդուկին, չէ, սխալ սկսեց ես անեկդոտը, ուրեմն ինքը այսպես է, մարդը մոտիկանում է տաքսու վարորդին և ասում է, որ ինձ մինչև Ռասիա ինչքանով կտանես, ասում է դե 1000 դրամ աղբերս, ասում է, որ կինս էլ հետս է, ասում է, խնդրեմ կինդ էլ հետն է, խնդիր չկա էլի 1000 դրամ, կնգանասում ոտ էսար, ոչ մի կոպեկ չարժես։ Կամ չէ, ես գիտեմ մի տարբերակ, ասում է, դե կնոջս տարեք, ես ոտով կգամ։ Մեկա ծրի համար կնոջը որ տարեք։ Ավարտվեց, տղես չան, ավարտվեց մեր սերվիցը, շատ ափսոս, հետաքրքիր էր շատ ինձ համար էլ, ինձ թվում է հեռուստադիտողին էլ շատ կհետաքրքրի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ցանկանալ ասենք էլ ավելի շատ հրավերներ, էլ ավելի շատ ելույթներ, մեծ բեմեր, շատ հարսանիքներ, շատ կանոնք ծնունդ, ոնց որ դու ասեցիր։ Դու միշտ այդ շարժման մեջ լինեք, որտեղ մենք արվեստագետներով տուն չենք քանդում, ընտանիք չենք քայքայում, մենք ընդհանրապես ուրախացնում ու զվարճացնում ենք մարդկանց, դա աստված որ մենք միշտ այդ հնարավորություն ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք մենք անչափ։ Միշտ հանդիպում։ Մերսի, շատ։ Մենք գնանք։ Հոպա։ Հեռախոսս էլ։ Ես վերցրել եմ։ Ոչ, ինչպես
Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրերն էին Արմեն Հովհաննիսյանը եւ Հակոբ Հակոբյանը։ Ասենք եզրափակիչ խոսքերին։ Մարդ լինելը դա չափանիշ է, որին շատ քչերն են հասնում։ Այսքան է բարեկամներ, միշտ նոր հանդիպում։ Հակոբ։ Հելենային սիրուն Լուսինա։ Խփնված է այստեղ, լուսին չի արևա։ Արա, արև այսի, Լուսինա չես նայում։ Ձեռ ես առնում։ Ես եմ ձեր առնում։ Արևը լուսնից չես տարբերում։ Ես առաջին անգամ եմ տեսնում մարդ, ով որ արևը լուսնից չի տարբերում։ Դե ես էլ առաջի անգամ եմ տենում մարդ, ով Լուսինը արևից չի տարբերում։ Հələ մի հատ ուշադիր նայ ոնց է շողշողում։ Շողշող։ Ընկեր ջան, հազար ներողություն, էլի։ Ուղղակի ընկերոջս հետ էս մի ժամա վիճում ենք, ուզում ենք իմանանք էս լուսինա, Անգես թող ես մարդուն, Լուսինա թե արևա։ Որը։ Այն։ Որը։ Այ հեն։ Ծոյժան, չեմ կարող ասել, որտեղ ես տեղացի չեմ։ ասպես տեղացի չէ։